Անուշ Խարատյանը եւ Արշակ Սադոյանը որոշ ուշադրություն ուղղեցին օրերի նախագահի ելույթներ կամ հաջորդած հանրապետականների բուրըն ակտիվ ելույթները, որին հաջորդեց ԲՀԿ-ի ղեկավարի արձագանքը, ինչպիսի իրավիճակ է ստեղծվել երկրում, նոր այդտեղ քննարկում էր, ոմանք սա համարում են շատ գեղեցիկ ծրագրավորված թատերական, այսպիսի բաներ շատ են տեսել, որպեսզի սա հավաստի լիներ, պետք է այսպես ասած գոտկատեղից ներքև խփել, որ հավաստիությունը ավելի տեսանելի լիներ, դուք ինչ կարծիք եք, սա ինչի հետևանք է կամ ինչի արդյունք է, ինչի մեջ ենք մենք։ Դոկտոր Տիկե Խարատյան։ Բարև ձեզ, շնորհակալություն այս հնարավորության համար։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ այն ամբողջը, ինչ այդ օրը ասվեց եւ քաղաքական եւ հանրային դաշտը շատ բուռն արձագանքում է, այդ բոլորը կարող են չասվել, եթե նույնիսկ չասենք, թե երկրի նախագահը խնդիր էր դրել ինչ-որ մաքրում անել, թե քաղաքական, թե կոռուպցիոն իրավիճակներում, կարող էր հանգիստ հանձնարարել, արդեն գիտենք, որ սովորաբար դա միայն հանձնարարությամբ է լինում, հարկային ստուգումներով տնտեսական նեղ վիճակի մեջ դնել, որից բխեցներ իր քաղաքական համաձայնությունները, բայց այն, որ երկրի նախագահը անհրաժեշտ համարեց դա բարձրաձայնել, հետո սպառնալիքի ոճով տեղափոխել մեկ այլ իրավիճակ, ես կարծում եմ, որ հենց սրանում պետք է ինչ-որ մի բան փնտրենք, ինչու որոշեց նախագահը հանրապետության եւ ՀՀԿ նախագահը բարձրաձայնել այս խնդիրը։ Ես կարծում եմ, եւ հիմա դեռ բարձրաձայնելուն չասեմ, ես կարծում եմ, որ այստեղ հիմնական խնդիրը նա էր, որ չնայած մեծ հաշվով կարելի ասել Հայաստանում քաղաքական կյանքը մոնոպոլիզացված է, մենաշնորհային է, որ մեծ հաշվով ՀՀԿ-ն ինչ որոշում ընդունի ազգային ժողովում սովորաբար դա անցնում է, եւ որ ԲՀԿ-ն զգալի չափով դա ՀՀԿ-ի կցորդն է եւ մեծ տարբերություն չկա այդ կուսակցությունների թե քաղաքական, թե վարքային, թե անձային դերքորոշումների մեջ, ավելին ԲՀԿ-ի ձևավորումը կարծեք թե զգալի չափով համաձայնեցված է եղել ՀՀԿ առաջնորդների հետ, ամենայն դեպս հանրությունը այդպիսի կարծիք ունի, եւ նրանք զգալի չափով միմյանց հետ փոխհամաձայնեցրած են եղել թե անձային, թե առաջիկա ապագա իրեն դիրքորոշումները եւ սկզբունքորեն մեր երկրի համար կարեւորագույն բոլոր հարցերում միշտ համատեղ եւ միաձայն են քվեարկել, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ առաջիկայում ՀՀԿ-ն կամ հանրապետության նախագահը խնդիր ուներ ազգային ժողովում, որի համար իրեն պետք էր ոչ թե համաձայնողական վերահսկիչ փաթեթ, այլ բացարձակ վերահսկիչ փաթեթ։ Եվ կարծում եմ, որ այս ամբողջը նաև կամ գուցե նախ եւ առաջ սրա համար է արված, որ նաև, այսինքն, չգիտեմ, բոլոր երկրներում է այդպես թե ոչ, բայց մեր երկրում կարծեք թե կուսակցության առաջնորդին հետ ինչ-որ վայրիվերումների դեպքում կուսակցության հետ է լինում այդ ամբողջ վայրիվերումը։ Տեսականորեն թվում է, որ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանի հետ կա քրեական, նաև գուցե ինչ-որ քաղաքական հանցագործությունների խնդիր եւ այլն, ապա կուսակցությունը կարող է շարունակել իր գործունեությունը։ Հայաստանում չկա այդ ավանդույթը ակնհայտորեն եւ Հայաստանում ակնհայտ է, որ ԲՀԿ կուսակցապետի հետ առաջիկա որևէ լուծումը դա հանգեցնելու է ԲՀԿ կուսակցության հանգուցալուծմանը, ամենայն հավանականությամբ նրանց զգալի մասը հոսելու է ՀՀԿ, կարծում եմ, եւ կարծում եմ անձային համաձայնություններով, կարծում եմ այդ կուսակցությունը կարող է նույնիսկ ֆորմալ էլ մնալ ազգային ժողովում, բայց ակնհայտ եւ բացահայտ կլինի, որ նա այլևս որևէ ձևով հակակշիռ չլինի ՀՀԿ-ին։ Հիմա էլ չէ, բայց ենթադրվելիք էր, որ կարող է օրինակ սահմանադրության փոփոխությունների փաթեթի քննարկման դեպքում հնարավոր է նա մի քիչ անկախ դիրքորոշում ունենալ եւ քվեարկության ընթացքի վրա ազդեր ենթադրենք։ Եվ այլ, ես օրինակ մի քիչ ավելի վատատեսական նաև դիրքորոշում ունեմ մտածողություն, ես չեմ բացառում, որ մեր երկրի համար նախատեսվում է մի ինչ-որ
լուծում, ինչ որ հարցի շուրջ, չասեմ ինչ ամենավատ բաներն եմ մտածում, որի դեպքում հնարավոր է, որ ազգային ժողովում հենց հարկավոր է բացարձակ մի ձայների փաթեթ ունենալ եւ կարծում եմ որ այս երկուսը եւ սրանք բոլորը միասին այո ինչու՞ չէ հենց Ղարաբաղի հետ էլ կապված Ես ասեմ այո մենք զգալի չափով սա արտաքին քաղաքականության խնդիր է տարբերակները կարող ենք մտածել ես չեմ ուզում հիմա դրանց առանձին անդրադառնալ առաջարկներ են եղել հնչեցվել են առաջարկներ չգիտեմ հիմա չեմ կարող ասել թե ինչ բայց չեմ բացառում այդպիսի հնարավորություն որ պարոն նախագահին ուղղակի անհրաժեշտ էր ազգային ժողովում ունենալ մի բացարձակ փաթեթ իմ համոզմամբ կամ իմ աշխարհայացքով կամ իմ մոտեցմամբ բացարձակ ոչ մի տարբերություն չկա ՀՀԿ ԲՀԿ պահվածքների քաղաքական գրագիտության անգրագիտության կոռուպցիոն դաշտի մեջ թաթախվածության մեր հայրենիքի նկատմամբ իրենց պատասխանատվության մակարդակի եւ այլ խնդիրներում այնպես որ նույնիսկ այսպիսի քվեարկությունների դեպքերում թերևս առավել անձային խնդիրներ կարող են լինել, քան աշխարհայացքային խնդիրներ։ Բայց բոլոր դեպքերում ստեղծված իրավիճակում ես մտածում եմ, որ եթե նույնիսկ ներքուստ հանրապետական կուսակցությունը ինչ որ չափով մի զսպող մեխանիզմ ուներ ԲՀԿ-ի թեկուզ ֆորմալ արկայության դեպքում, թեկուզ այսպիսի իրավիճակի նախաշեմին, երբ կարող էր կասկածներ ունենալ ձայների բաշխվածության իր համար ոչ ցանկալի հնարավորության շուրջ, ապա ԲՀԿ-ի արկայությունը ինչ որ չափով մեր քաղաքական ազգային ժողովը եւ քաղաքական որոշումները ինչ որ չափով հավասարակշռություն կարող է տեսականորեն կարող էր ունենալ, կազմել։ Ես կարծում եմ, որ եթե այս խնդիրը հանգուցալուծվի այնպես, որ ԲՀԿ-ն փաստորեն դե ֆակտո դաթարի ազգային ժողովում որևէ դեր ունենալ, կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտի մենաշնորհայնացումը կդառնա բացարձակ եւ ուղղակի անվերահսկելի։ Պարոն Արաքելյան, ձեր կարծիքը, պարոն Սադոյանացի, խնդրեմ։ Ոնց կուզենաք, ես կասեի Երնիվյանը, իհարկե սա թատրոն չի, շատ ավելի լուրջ գործընթացներ են, որոշ չափով, շատ հեռու չափով կապված է այսպես Ռուսաստան-Ուկրաինա դեպքերի հարաբերությունների հետ տնտեսական Եվրազիական միության հետ, բայց շատ հեռու առաջի հերթին բնական է, ինչպես Տիկին Խարատյանն ասեց, սա ոչ գաղափարական, ոչ որևէ ձևի ուղղակի անձերի իշխանությունների պայքարի բան Բայց ես կասեի, որ տեղի ունեցել մի Հայաստանի քաղաքական դաշտի համար շատ կարևոր եւ օգտակար, կասեի, գործընթաց։ Օգտակարությունը շեշտ է։ Ուրեմն երևի ոչ ոք չէր կասկածում, որ վերջի մոտորապես 2 տարում առնվազն, եթե ոչ ավելի վաղ, ծրագրված գործընթացեր գնում եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակին եւ Գագիկ Ծառուկյանի բանով գործընթացի իմաստը հետեւյալն էր քաղաքական դաշտից Հայաստանի դուրս մղել բոլոր այլ քաղաքական ուժերի, որոնք ի գլխի այսպեսի սկզբանե չեն մտել նույն այսպես ասած համաձայնությունների շրջանակը Հայաստանում ձևավորել ընդամենը 2 հզոր կուսակցություններ, որոնք այսպես երկուսակցական սիստեմ քաղաքական դաշտում եւ նախնական պայմանավորվածությունների համաձայն այդ երկուսակցական սիստեմը պետք է լիներ հանրապետականը եւ բարգավաճ նախապատրաստված իրար հաջորդող քայլերով Բայց բնական է, որ նաև պայմանավորվածություններ ձեռք բերվել, որ այո, կօժանդակենք հարգելի բարգավաճ, որ դու ուժեղանաս, կլանես ենթադրենք ՀՀՇ-ի, ինչ ասեմ, լավ կոնգրեսի, մյուսների եւ այլն, ստեղծեց մի հատ այսպես ասած հիմնական այլընտրանքային, որովհետեւ նույնիսկ այդպես էլ չհամարձակվեցին իրենց անունը դնել բանան դիմադիր Այլ ընդրանքային մի հատ կազմավորում եւ այս կազմավորումը կունենա երկրորդ դերակատարումը եւ կարելի է այսպես ասած նրան բավական հնարավորություններ տալ, բայց ոչ ավելին, քան անհրաժեշտ է հանրապետական կուսակցության լիդերի Եշեյասի կուսակցությանը իր այսպես ասած ծրագրերը առաջ տանել։
ինչ պատճառներով, ես չեմ կարող դրա մանրամասներն ասել, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը եւ նրան, այսպես ասած, որոշ չափով ուղղորդողները կուրս բռնեցին դեպի ավելին պահանջելու։ Եվ երբ որ ավելին պահանջելու հարց ծագեց, իսկ գիտեք քաղաքական դաշտի այսպես խոհանոցում հաճախ այլ process-ներ են գնում, ենթադրենք օրինակ երկրից ինչ որ մարդիկ իրենց գիծ էին տանում բոլորովին չհամաձայնվելով, որ լինի ընդամենը երկուսակցական համակարգ, որտեղ էլ երկրորդը լինի Բարգավաճը, գնաց գործընթացներ Հայ հեղափոխական դաշնակցության եւ այլնի հետ, եւ այս ընթացքում Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի համար պարզ դարձավ, որ խիստ վտանգավոր է, այսպես ասած, նորից նպաստել, որպեսզի երկրորդ կուսակցությունը այսպես թափ հավաքի, որոշվեց այսպես խփել գլխին, եթե կոպիտ ասենք, եւ կասեի հաջողությամբ փարվեց։ Շատ ցավալի է այն, որ ինչ ասում է այս միջանձնական, այսպես ասած, ներքին այսպես շահերի, որովհետև ես ամբողջությամբ կիսում եմ Տիկին Խարատյանի բանը, ստե գաղափարական որևիցե խնդիր չկա, աբսոլյուտ որևիցե չկա, որևիցե տարբերություն չկա։ Եթե մի քիչ գոնե տարբերություն կա հայ հեղափոխական դաշնակների, ապա նույնիսկ եթե մի քիչ տարբերություն կա օրինաց երկրի կողմից տարված քաղաքականության եւ հանրապետականի, ապա հանրապետական ԲՀԿ ամբողջությամբ նույն գաղափարախոսությամբ։ Եվ այս պայմաններում հարց է ծագում, ինչ դիրքորոշում պետք է բռնել։ Եվ կուզենայի մի բան էլ ավելացնել։ Մեխը կարծում եմ այս գործընթացի դրվել է սահմանադրական փոփոխությունների այսպես ընթացքի հետ կապված։ Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Հայաստանում ստեղծել մի հատ իշխանական համակարգ, որտեղ ոչ վարչապետը, ոչ նախագահը լուրջ դերակատարում չունեն, դա շատ նման է նախկին Խորհրդային Միության, այսպես ասած, բաներին առաջի քարտուղարանոց համակարգերի, ազգային ժողովի նախագահը դառնում է բացարձակ լիդեր, բացարձակ ղեկավար։ Նա է նշանակում եւ վարչապետին, նա է նշանակում եւ նախագահին։ Եվ այս պայմաններում ազգային ժողովի նախագահը լինելով առաջի դեպ թելադրում է բոլոր մնացած եւ բնական է այստեղ խնդիր է ծագում։ Կռիվը ինչի մասին է գնում։ Այն, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները գերանհրաժեշտ է։ Այն, որ Հայաստանը շարունակի մնալ իշխանության։ Ներողությունը, այդ հետևանքն է, իսկ որ սահմանադրական նպատակն է, ինչ հետևանքն է, ներողություն նորից, բայց ես տեսեք ինչ եք ասում։ Սովորական բան է։ Մեր ժուրնալիստների մոտ քաղաքական դաշտում այնքան հերուացել այսպես ասած բովանդակային գաղափարականը մի օր է, բայց հերվից եմ գալի։ Ուրեմն պատկերացրեք, Հայաստանում ստեղծվել է կեղտոտ քաղաքական համակարգ, իշխանական համակարգ, այնպիսին, որ անընդհատ ծնում է գերկոռուպցիա, գերկաշառակերություն, իշխանությունների այսպես ասած միանձնյա իշխանության համակարգ, որտեղ բնական է համար առաջի խնդիրը ոչ թե անձերն են, այլ համար առաջի խնդիրը համակարգային փոփոխության, բոլորը միաբերեն ասում, իրոք այսա կվերջացնի։ Ուրեմն ես ասեմ հետևյալը, բնական է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, բնական է, որ Բարգավաճ Հայաստանը, եթե համարձակվեր, ասել լավ, սահմանադրական փոփոխություններ անենք, բայց այդ դեպքում մենք պետք է հավակնենք առաջի դեմքը լինելու պարլամենտում։ Այս բանը չկատարվեց։ Ես հիմա կարծում եմ, որ գործընթացները կգնան, ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքական ուժերին փորձել մտնել այս գործընթացի մեջ դրոշակ սարքելով հետևյալ խնդիրը։ Պետք է այլ համակարգ ստեղծվի, այլ համակարգի ստեղծման համար պետք է քաղաքական ուժերը իրենց մոտեցումներն
եւ օգտվելով սահմանադրական փոփոխությունների այդպես ծրագրված ընթացքից դեմ կայնեն այն պլաններին, որը նախատեսում է հանրապետականը եւ փորձեն ստեղծել իրենց գաղափարներով ղեկավարվող մի նոր համակարգ։ Խնդրեմ, պարոն, դուք կգաք որ ավելի հարմար լինի լրագրողներին։ Շնորհակալություն։ Անկեղծ ասած, ես երկար չեմ խոսել։ Երկու հարց եմ տալու երկու ճամբարներին։ Երկու ճամբարները, որն է կաց դեր ճամբարները։ Կա, նրանց, չէ, ձեզ չէ։ ԲՀԿ։ Այո։ Ես ամբողջ պատմությունը ինչի համար է, դուք երկար ասացիք, ես ոչ մի բանին համաձայն չեմ, աթոռի պատերազմը եւ ժողովուրդն է մեջը դժում։ Գագիկ Ծառուկյանը երբեք այս քայլին չէր գնա վերջերս քանի ամիսների, եթե չլներ իր հետևում կանգնած այդ ուժերը, որը հերում էին իրեն։ Ես ուղղակի ուզում եմ պարոն Օսկանյանին մի հարց տալ, եթե կարելի է այստեղից։ Մի քանի տարի առաջ մարտի 1 տեղի ունեցավ, որի գնդակարողների մեջ իրենք էին։ Եվ ինքը ճգնում էր բացատրելու, որ ճար չկար։ Բայց ինչ էին ուզում այն ժողովուրդը այդ ժամանակ։ Մեկ օր առաջ իշխանափոխություն, ուրիշ ոչ մի բան։ Բայց զոհվեցին 11 հոգի։ Հիմա ինչ պատահեց, որ ինքը հակառակ ճամբարում է։ Ինքը ինչ է ուզում, նրանք այս ժողովուրդը ուզում մեկ օր առաջ իշխանափոխություն։ Եվ մի հատ հարց ուզում տալ պարոն Աշոտյանին։ Այդ քանի տարի էր պետք որ նա իմանար, որ պարոն Ծառուկյանը Վարդանանքը չի կարդացել։ Ես հարցը երկրորդ եմ հեսա տալու։ Իսկ ինքը չգիտե, որ իրենց խմբում մարդիկ կան, որ պույպույ մկնիկներ չի կարդացել։ Ուրեմն ինչ եզրակացություն։ Ես խնդրում եմ ողջ ժողովրդին չգնաք ցնցումների։ Զգուշ եղեք։ Շատ զգուշ։ Գործին մոտեցեք մտքով, այլ ոչ կրքով։ Սա վտանգավոր խաղ է, ճիշտ ասես պարոն Սաբեյան, դրսից եկող խաղերը, որը գտնում են թույլ տեղը եւ սկսում են։ Մենք Այդ մարդիկ իրար մեջ կարծես թե բան չեն կիսել, տիկին Խարոցյան։ Ոչ մի բան։ Ոչ բան չի կիսել։ Փողերը։ Ես եմ ասում, այդ հարցերը։ Ես այստեղ մի փոքր ասելիք ունեմ, բայց պարոն Առաքելյանից եմ ասում։ Ավարտեցիք պարոն Առաքելյան։ Ես ավարտեցի։ Եթե թույլ տաք ես մայր միկրոֆոններին, շնորհակալություն։ Ես ուզում եմ մեր բոլորը ուշադրել։ Լրիվ համամիտ եմ իհարկե, որ ՀՀԿ-ն այսինքն իր աչքի գերանը չտեսավ, ուրիշի աչքի չոփնա տեսնում։ Ոչ միայն մականոնավոր այդ բոլոր մեզ հայտնի Շմայսա Թոխմա Խալոֆիկա լիսկայական ամբողջ շարքը եւ այլն։ Սրանք բոլորը մեր հանրության մեջ հազար ձևով քննարկվել, ասվել, մաշվել են արդեն։ Մենք բոլորս հաշտվել ենք, որ ՀՀԿ-ն գերադասում է իր ներսյան գրագիտությունը, քան որևէ գրագիտություն։ Բայց ես հիմա կուզենայի մեր բոլորիս համար մի շատ իմ կարծիքով վտանգավոր հնարավոր հեռանկար տեսնել, որը ուղղակիորեն ցուցադրվեց ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ։ Ձևի իմաստով ինչ էր դա ՀՀԿ նախագահի հնարավոր է որ իհարկե իրենք եւ անկասկած նախորդ համաձայնեցրել էին ով պիտի ելույթ ունենա, դերերը բաշխել են, ինչ պիտի ասվի եւ այլն։ Բայց նստած է մի կուսակցական խորհուրդ, մեր երկրի ամենաուժեղ էսպահին խորհուրդն է նստած։ Ես ոչ ինտելեկտ եմ ասում, ոչ բարոյականություն եմ ասում, ես ասում եմ ուղղակի իշխանության իրավունքի մակարդակը։ Այդ կուսակցության եւ երկրի նախագահը ելույթ է ունենում եւ էլի ոչ իմաստի, ոչ ձևին չեմ անդրադառնում, ասում է բաներ, որոնք արմատական փոփոխություններ են բերելու երկրում։ Բոլորի համար հասկանալի է։ Այդ կուսակցության մեջ խորհրդում հատկապես եթե դա պիտի ցուցադրվի ժողովրդին, իսկ դա ցուցադրվում է ժողովրդին, չի գտնվում մեկը, որը փորձի վերլուծել։ Թեկուզ ձևի համար այդ վերլուծությունն էլ դրվեր թատրոնի մեջ, ոչ։ Բոլորը միանշանակ եւ շատ գիտեք, այսպես հատու եւ հաստատուն եւ վերջնարցունքային հաստատումներով ուղղակի ոչ թե պարզ երկրի նախագահին են, նույնիսկ Մուսանովը Կարենդախ Սամվել Պարմանյանը
որը բառացի, եթե երկրի նախագահը գտա, որ երկրում անգրագետ քաղաքական գործիչ է մեկը, որը այբը բենից չի տարբերում, տղան ավելի լուրջ բան չգտավ ասելու, քան որ մեծատար ճն փոքրատար ձեից չի։ Այսինքն պատճենվում էր նույնիսկ ձևը, այլևս չեմ ասում բովանդակությունը։ Այս բոլորը անգեղծ ասած ինձ շատ հիշեցնում է 34 թվականի Կիրովի սպանությունից հետո ձևավորված մթնոլորտը, որտեղ եթե մինչ այդ 28-30-ական թվականների քաղաքական առճակատումների ժամանակ թե ում պիտի անցներ ԽՍՀՄ իշխանությունը բոլշևիկյան որ թևին, եթե քիչ թե շատ գաղափարական խնդիրներ էին, ապա 34 թվականից հետո բացարձակ գնաց պետական տերորը։ Ես ուզում եմ ասել, որ ես ամեն վարքյան մաշկիս վրա զգում եմ Հայաստանի Հանրապետությունում պետական տերորի ներմուծումը եւ այս դեպքում արդեն որևէ խնդիր քննարկելը երկրորդական է լինելու։ Ինչ աշխարհայացք, ինչ գաղափար, ինչ կողմնորոշում, բացարձակ եւ տոտալ հնազանդություն։ Սա հասունանում էր վաղուց։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ԵՏՄ-ն դեռ անցյալ տարվա վերջին օրենք ընդունեց եւ դա արդեն մեր վրա էլ է տարածվում ԵՏՄ-ի շրջանակում, այսինքն եւ դա արդեն մենք էլ ենք դրա մեջ, որ սահմանների վրա մաքսավորները պիտի ստուգեն կրիչների վրա ինֆորմացիայի փոխանակություն, տեղափոխություն չի կարելի։ Կրիչները բոլորս գիտենք, այդ բոլորս ենք օգտագործում, սկսած համակարգչից մինչև փոքրագույն ֆլեշը, որի վրա մենք հոդված ենք տանում կամ ինչ ենք տանում, ես չգիտեմ մեխանիկայում դա ինչն է ստուգվելու, բայց մաքսակետերում պիտի ստուգվեն եւ չի թույլատրվելու որոշակի ինֆորմացիայի տեղափոխությունը։ Սրանք արդեն ոչ թե առաջին քայլերն են, սրանք արդեն հաստատումներն են սկզբունքորեն միագիծ, միակուսակցական տոտալիտար համակարգի։ Սա իմ ամենամեծ վախն է այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակը։ Սպասվում ինչ զարգացումներ եք ողջունում Տիկե Խարատյան։ Ես անկեղծ ասած կարծում եմ, եթե շատ անկեղծ լինեմ, ես կարծում եմ, որ այս հանրահավաքը նախաձեռնությունն է եռյակի, ոչ, ամսի 20-ի հանրահավաքը նախաձեռնությունն է եռյակի, որի մոտ եռյակում թելադրողը իհարկե կարծում եմ, որ ՀԱԿ-ն է, եւ կարծում եմ, որ Ծառուկյանը ինքը իրեն մի քիչ թակարդում է զգում եռյակում, այսինքն ինքը մի կողմից ստիպված է կամ այդպես է ստացվում, որ կատարի եռյակի որոշումները, մի կողմից ինքը անընդհատ տագնապ եւ վախ ունի, եւ կարծում եմ, որ ամսի 20-ը մինչեւ դեռ զարգացումներ կլինեն։ Ես այսօր կարդացի արդեն, որ ազգային ժողովում արդեն, այսինքն դա միայն ազգային ժողովի նախագահի փաստորեն որոշմամբ կարող է զրկվել Ծառուկյանը պատգամավորական լիազորություններից։ Ես նոր իմացա, որ վերջին սահմանադրական փոփոխություն դա ընթացակարգը կերկարացներ ընդհանրապես հիմա կարագացնի մինչև ամսի 20-ը ես չգիտեմ դեռ ինչ զարգացումներ կլինեն, ես բնավ չեմ բացառում, որ նույնիսկ հենց այսօր վաղը պարոն Ծառուկյանը փորձի ինչ-որ հաշտության եզրեր փնտրել, փորձի ինչ-որ կոմպրոմիսների իր հնարավորությունները հասկանալ եւ մինչև ամսի 20-ը մեր կյանքի մեր երկրում քաղաքական զարգացումի տրամաբանությունը փոխվի։ Չի ուզում Ես ամենագեղեցիկ հաղթանակը դա հաշտությունն է։ Ոչինչ չի տալու ժողովրդին ես։ Ոչ մի բան։ Ու կուզենայի, որ լավ բան չսպասեք այդ հավաքից։ Միտեղ որ կա Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, լավ բան մի սպասեք։ Դրանք կորցրել են ազգային կերպով։ Վերջ։ Ժողովուրդը դա պետք է իմանա։ Այս ամբողջը ճիշտ ասած վաղուց էր կառուցվում։ Հենց արդեն եկավ են, որ մի փոքր թեքվեր ճանապարհը, ասես պայթեց։ Պատրվածքներ տվեց։ Այո, պայթեց։ Այնպես որ ես այդ օրը համար ոչ մի լավ բան չեմ սպասում։ Դրանք չարիք են այս ազգի համար։ Ներողություն, ես կուզենայի մի բան ավար Անժելա։ Ճիշտ ասած, ես կուզենայի առաջերտին ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մենք էլ ենք ուլ գնում այն գործընթացին, որ տիրել է Հայաստանում, երբ որ գաղափարները բոլորովին դառնում են երրորդական, չորրորդական, մամլո ասուլիսների ժամանակ էլ չի քննարկվում գաղափարների այս կամ այն մոտեցումները
ոչ ոք, ոչ մեկը չի համարձակում նույնիսկ հարցնել։ Հարգելի պարոն Ծառուկյան ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչ դիրքորոշում ունի, ենթադրենք տեղի ունեցող պատերազմի մեջ Ուկրաինա-Ռուսաստան։ Հարգելի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, դուք ինչ դիրքորոշում ունեք, ներողություն, եթե այս հարաբերությունները բերելու են նրան, որ Հայաստանը ենթարկվելու է արտաքին ճնշումների, ընդհանուր մինչև ղեկավարների փոփոխության, դա նշանակում է մեծ պատճառ կա։ Վերջի, օրինակ եվրազիական խնդիրը։ Լավ, ամենացավալի եւ ամենահուզիչը, որ ես զարմանում եմ, որ նույնիսկ հարց չեն տալիս։ Տեղի ունեցավ Պերմյակովի հետ դեպքը։ Հայաստանին դրեցին, թքեցին Հայաստանի երեսին եւ ոչ ոք, ոչ մի հստակ դիրքորոշում չարտասանեց, ոչ հանրապետական կուսակցություն, ոչ Բարգավաճը։ Սա է Հայաստանի քաղաքական դաշտը։ Այդպեսին պետք է լինի, թե փառտանք ասում, որ գոնե մեկի մի քիչ մի կողմ տարան, որտեղը կարող է գա մի հատ ուրիշ ուժ, որը ավելի համարձակ լինի, ավելի հստակ դիրքորոշումներ տա։ Եվ այդ տեսակետից ես խնդրում եմ ձեզ, դիմում եմ հարգելի ժուրնալիստներ, ամեն տեղ, երբ որ որևէ հարցազրույց բան լինի, ձեր հարցերով ուղղակի ստիպեք, որ հստակ դիրքորոշում ասեն մոտեցումների, գաղափարների մասին, որ չհամարձակվեն լղոզել ու նորից գնալ իրանց ճանապարհով։ Շնորհակալություն։